մենք գտնվում ենք Լորեբերդի Պարիսներից մոտ 150 մետր դեպի հարավ, կենտրոնական հատվածում, որտեղ կառուցված է եկեղեցի։ Պետբյուջեից կառավարության կողմից հատկացվել է 87 միլիոն դրամ, աշխատանքները սկսվել են 2024 թվականին, ծրագրված էր 24-25 թվականների ընթացքում ավարտել եւ ինչպես տեսնում ենք արդեն մոտենում ենք ավարտական փուլին։ Կիսաքանդ կառույցից հանրությանը կներկայացնենք Լորեբերդի տարածքում մի կոկիկ ներկայանալի տեսքով եկեղեցի, որը իր ծավալային լուծումներով եւս շատ հետաքրքիր է։ Ավելի շատ են կամալը։ Կենտրոնում մի փոքր մաս է մնում։ Ինքը հանդիսացել է որպես եկեղեցի, աշխատանքների ընթացքում բացահայտվեցին տարբեր ժամանակների շինարարական շերտեր եւ վարկած կա, որ եկեղեցի դառնալուց զատ ինքը որոշակի ժամանակ օգտագործվել է նաեւ տնտեսական կամ այլ ժողովատեղի որպես կամ կացարան։ Լորեբերդի առաջի ուսումնասիրողներից մեկը եղել է Իգիթ Ղարիբյանը, ինքը սա անվանում է քաղաքացիական կառույց։ Ինքը բազմաշերտ հուշարձան է, զարգացած միջնադարում է կառուցվել, հետագայում սա վերածվել է մզկիթի, նախնական որ եկել են, այստեղ նաև բոլոր չափով բնակվել են եւ նորից վերածել են եկեղեցու։ Բեմն են կառուցել, մկրտության ավազան են դրել, մուտքերը փակել էին եւ երկար ժամանակ այստեղի միակ եկեղեցին էր։ Քարի տեսակները ենթարկվեցին լաբորատոր ուսումնասիրությունների եւ բոլոր վերականգնումները կատարվել է իր քարատեսակներով։ Սկզբնական տպավորությունը թվում է, թե սա արգուսից է կառուցված, բայց ավելի ուշադիր ուսումնասիրությունից, նաև քարատեսակների լաբորատոր ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ տեղական քար է։ Նաև բոլոր քարերը, շաղախները նույնպես ենթարկվել են լաբորատոր ուսումնասիրությունների անալիզների եւ փաստորեն նույն քարերով, նույն նյութերով վերականգնվել է։ Նաև արտաքինն է ամբողջությամբ արվել, նախագավիթի ծածկն է վերականգնել, իր երթեք ծածկն է վերականգնվել։ Ճակատի բացակայող մասերը լրիվ ամբողջացվել են։